Տեղյակ եք, որ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ Գյումրիի, ինչ կարծիք ունեք։ Դարձել է արդեն։ Այո։ Ուրեմն կորանք։ Կարծիք չունեմ вообще։ Հետաքրքիր չէ ձեզ քաղաքի։ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ, գոհ եք։ Բացի Իրանից ելով կրնարես քաղաքը կառավարել, թող սաղ իրապես մարտեղնի։ Կներեք, գոհ եք, որ Վարդան Ղուկասյանը ընտրվեց քաղաքապետ։ Գոհ ենք։ Ինչու կասեք։ Ջմալ մեկ։ Վարդան Ղուկասյանը 18 կողմ 0 դեմ քվեներով դարձավ Գյումրիի քաղաքապետ։ 4 ուժերի համատեղ ձայների շնորհիվ դա հնարավոր դարձավ։ Ընդդիմադիրները իշխանական ղեկավարների հասցեին սիրում են ասել փոքրամասնության քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանն այդ տրամաբանությամբ գյումրեցիների ընդամենը 8.5%-ի ձայնով է դառնում քաղաքապետ։ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քերայել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Ղուկասյանին ավագանու 17 անդամի քվե էր անհրաժեշտ քաղաքապետ ընտրվելու համար։ Մարտուն Գրիգորյանը, որը խոստացել էր իր ձայները ամեն կնով պահել, Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու մեջ քաղաքացիական պայմանագրեր մեղադրում, ընտրություններից հետո դժեց խոստումը այլ խոստում տալով անհրաժեշտ թվով ձայներ տալ Վարդան Ղուկասյանին։ Այդ մասին այսօրվա նիստում լայնաժպիտ հայտարարեց նաև իր դաշինքի երրորդ համար Լիզա Կասպարյանը։ Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ, ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս ավագանու առաջին նիստի առիթով։ Մեր քաղաքը դաշինքը հավատարիմ է մնում իր տարած հայտարարությանը, մենք թեկնածու չենք առաջադրում եւ պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Հաճելի Տվեց, մի բան էլ ավել։ Նիստի ընդմիջմանը Լիզա Կասպարյանը հարցին, թե մտավախություն չունեն, որ կասոցացվեն խմբագային բռնաբարությունն արդարացնող մարդու Վարդան Ղուկասյանի հետ, տարակոսած հարցրեց. իրենք ինչ կապ ունեն Վարդան Ղուկասյանի հետ։ Մենք Վարդան Ղուկասյանի հետ ինչ կապ ունենք առհասարակ։ Մենք ներկայացնում ենք մարդուն դարձնում եք իրեն քաղաքապետ։ ժողովրդի միասնական կամքի, ժողովրդի մեծ ցանկության ենք մենք գնում ընդառաջ, գյումրեցիների մեծ ցանկությանը։ Պարզվեց իր ձայները պահելու ԿՊ-ին Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու մեջ մեղադրող Մարտուն Գրիգորյանը կատարել է ժողովրդի մեծամասնության ցանկությունը։ 9700 մարդը ըստ Լիզա Կասպարյանի մեծամասնություն են։ Ըստ նրա, իրենց քվեին տվել, որ հետո դժեն իրենց նախընտրական խոստումներն ու այսպիսի մանիպուլյացիաներով ձայները նվիրեին Վարդան Ղուկասյանին։ Մայր Հայաստան խմբակցությունից Կարեն Սիմոնյանն էլ Վարդան Ղուկասյանի քրեական պատմությունները գնահատեց որպես իշխանական թեզեր։ Մի սուրբ անձնավորություն։ Իմ կարծիքով այդ թեզերը ինչ որ հենց նոր արտաբերեցիք, դրանք իշխող ուժի թեզերն են։ Դրանք հարուցված քրեական Ոնսենսը գործեր են, գիտեք ինչու է կայանում։ Իրենք են ասում այդ քրեական գործերը եւ այլն, բայց ձերբակալված մարդ չկա։ Դեպաբար այդ կես թեզերին անդրադառնալը իմ կողմից իմաստ չեմ համարում։ Ասաց, դատավոր չէ որ դատի։ Ռուբեն Մխիթարյանն էլ ողջևորված Ղուկասյանի ընտրությամբ սիրառատ գրառում էր կատարել Facebook-ում փոփոխությունների քամին ուղարկելով Երևան։ Սկսվավ, եզրափակել էր Մխիթարյանը, թե ինչը կսկսվի կերևա ապագայում, երբ քրիստոնեական խոսույթով, բայց շարիաթի արժանապատվով Վարդան Ղուկասյանը փոքրամասնությամբ կսկսի ղեկավարել Գյումրին։ Իսկ վերջում Վարդան Ղուկասյանը հերթական ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ ու հայտարարեց կողմ է Հայաստանի միութենական պետության մաս դառնալու։ Դուք կողմ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք համարում։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 320 միլիոն թոշկա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի Ինսահատը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիսաշխարհը մտավ, եւ այդպես Իսահակյանից, Թումանյանից, որ ասում էին մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել։ Եթե ռուսները չկային, 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Միութենական։ Բելարուսի սկզբունքով։
Որքան էլ Վարդան Ղուկասյանին ընտրող ավագանու խմբակցությունները տարակուսած հայտարարեն, թե Վարդան Ղուկասյանի հետ կապ չունեն, միևնույնն է, նրան ձայն տալով կրում են ողջ պատասխանատվությունը թե ձեռքբերումների, թե ծախողումների համար։ Եվ ընտրելով Ղուկասյանին, ստորագրում են Հայաստանը միութենական պետության կազմում տեսնելու ցանկության տակ ու հայտարարում, որ իրենց համար Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք չէ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։